Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանում վերջին տվյալներով գնաճը 3,7% է եղել։ Կառավարությունը պլանավորել էր, որ գնաճը պետք է չգերազանցի 3%-ը, բայց 0,7%-ն էլ մի մեծ բան չէ, կմտածեն շատերը։ Բայց գետնի վրա ամեն ինչ ավելի բարդ է, սպառողական գների աճը շատ ավելի է։ Դա կարող եք ֆիքսել մոտակա խանութում առևտուր անելով։ Պաշտոնապես սննդամթերքի շուկայում գրանցվել է 5,8% գնաճ։ Խոսքը հատկապես հացաբուլկեղենի, կաթնամթերքի եւ մսի մասին է։ Սա այն ամենն է, ինչի վրա ծախսվում է Հայաստանի բնակչության եկամուտների առյուծի բաժինը, բայց կա կարծիք, որ իրականում գնաճը շատ ավելին է։ Մեծ մատակաշ կտար 250 դրամանոց հացը կշռում է մոտ 500 գրամ։ Այսինքն 1 կիլոգրամանոց հացը միջինում արժե 500 դրամ, պաշտոնական վիճակագրության համաձայն հացը թանկացել է ընդամենը 5%-ով։ Բայց Ռուսաստանում, որը հանդիսանում է Հայաստան ներկրվող ցորենի հիմնական մատակարարը, այդ հումքի էական գնաճ կարծես չի նկատվել։ 2022 թվին, երբ որ ռուս-ուկրաինական բախումը սկսեց, ցորենի գինը հասավ վերջի տարին պատմական պիկի։ Մոտավորապես 200 դրամ էր ցորենի 1 կիլոգրամը։ Անմիջապես թանկացան հացերը։ Խնդիրն այն է, որ նախորդ տարին բավականին բերի էր Ռուսաստանում։ Զուգահեռ կար մի խնդիր, պատժամիջոցների պատճառով այդ երկրից արտահանումներ էականորեն նվազել։ Ցորենի գինը Ռուսաստանում իջել էր պատմական նվազագույնին, կարելի է ասել 6-7 ռուբլի, որը Հայաստան ներկրելու պայմաններում տրանսպորտային ծախսով, շահույթով եւ ավելացած արժեքի հարկով կազմում էր 70 դրամ ընդամենը։ Այսինքն առաջին անհրաժեշտության ապրանքների այս շուկան միանգամից արձագանքում է, հենց որ մատակարարի մոտ գնաճը արձանագրվում, մեզ մոտ էլ արտադրանքի գինը միանգամից աճում է, իսկ այ արտահանողի մոտ գնանկմանը մեզ մոտ կամ արձագանքում են դանդաղ, կամ չեն արձագանքում ընդհանրապես։ Կառավարության կազմում կա շուկայի վերահսկողության ծառայություն։ Այս մարդիկ լիազորություններ ունեն։ Իրանք կարելի ասել այդ լիազորությունները չեն օգտագործում։ Պետությունը կարող է ստեղծել գործիքներ, որոնք կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում ապրանքների թաքնված գնաճը, այսինքն երևույթ, որը սովորական քաղաքացու աչքից կարող է վրիպել։ Շուկայում պետք է վերահսկվի այդ հացի քաշը։ Հացի քաշը, որ վերահսկողություն լինի, չէ, շատ բաներ կընկնի իր տեղը։ Որովհետև հիմա հացի քաշի վերահսկողություն բացարձակ չկա։ Կա կարծիք, որ լայն սպառման ապրանքների գնանկումը մեծ հաշվով ձեռնտու չէ պետության համար, քանի որ որքան թանկ է ապրանքը, այնքան շատ հարկ է գանձվում դրա վաճառքից։ Հետևաբար այդքան շատ գումար է հոսում պետական բյուջե։ Թուրքական պետությունների կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում քննարկել են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը որպես թուրքական աշխարհի միասնության եւ գործակցության խորհրդանիշ։ Միջանցքը կխթանի տնտեսական, մշակութային եւ հասարակական դիվանագիտության զարգացմանը, կբարձրացնի կենտրոնական Ասիայի, հարավային Կովկասի փոխկապակցվածությունը, կկրճատի լոգիստիկ ծախսերը եւ կնպաստի արտաքին առևտրի դիվերսիֆիկացմանը։ Նշվել է, որ միջանցքը պատմական նշանակություն կունենա ինչպես Սուեզի ջրանցքի բացումը տարածաշրջանի եւ համաշխարհային տնտեսության համար եւ դրա հաջող իրականացումը պահանջում է խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանում։ Մինչև Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը մեր հասարակությանը փոխանցում է, թե հայ-ադրբեջանական պատերազմն ավարտվել է, կոնֆլիկտ չկա, ինքնիշխան Հայաստանի տարածքն այսպես կոչված Արևմտյան Ադրբեջան հռչակողները համայնքի ղեկավար համատեղության կարգով Ալիևի մեջլիսականներից Ազիզ Ալաքբարլիի նախաձեռնությամբ քննարկվում են իրենց դարձյալ այսպես կոչված փախստականների իրավական կարգավիճակի հարցը։ Ալիևի կաբինետի ուղիղ վերահսկողության ներքո գտնվող լրատվականներն են գրում, նախագիծ կմշակեն, կտանեն երկրի խորհրդարան։ Արևմտյան Ադրբեջանի համայնքի նախագահ Ազիզ Ալաքբարլին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ համայնքի իրավական հանձնաժողովի կազմում Արևմտյան Ադրբեջանից փախստականների կարգավիճակի մասին օրենքի նախագիծ պատրաստելու համար։ Նախագիծը պետք է ներկայացվի Միլլի Մեջլիսին։ Ազգային օրենսդրության ամրագրումներով միջազգային ասպարեզում ադրբեջանցիները հարց չեն լուծի, փորձագետները միանգամից են նշում։ Այս դեպքում ինչ խաղադրույք են կատարում նրանք, միջազգային իրավունքի մասնագետը համոզված է, զրո իրավականությամբ քաղաքական հարց են փորձում առաջ տանել։ Իրանք կարող է իրանց մեջլիսում նախագիծ անցկացնեն, որ Ատլանտիդան համարվում է Ադրբեջանի մաս եւ իրանք պետքա վերադառնան կամ գնան Ատլանտիդա։ Դա իրանց ներպետական օրենսդրությունն է, դա որևէ այլ պետության վրա ազդեցություն չի կարող ունենալ։ Բայց մեզ համար դա եւս մեկ ցուցիչ է, որ այդ պետությունը տրամադրված չի խաղաղության եւ
Արցախի օկուպացիայից այնտեղ ցեղասպանություն իրականացնելուց հետո հաջորդ թիրախը դնում է Հայաստան։ Այսինքն դա ռազմական ինֆորմացիա է մեզ համար, անվտանգային ինֆորմացիա, ոչ թե իրավական։ Այն, որ ադրբեջանական սեղանին քաղաքական հարց է դրված, պնդում է նաև միջազգայնագետը։ Հայաստանն իրենց կամքով լքած ադրբեջանցիներին Բաքուն փորձում է ներկայացնել իբրև բռնի տեղահանվածներ ՄԱԿ-ի կոնվենցիաները փաթեթավորելով դրանք ձեռնտու իրենց շահեկան տարբերակով մեկնաբանելով, մինչդեռ տեղի ունեցածն աշխարհի բաց աչքի առաջ էր։ Այստեղ մեր երկրում ադրբեջանցիները նույնիսկ կարողացան վաճառքի հանել իրենց սեփականությունը անշարժ ու շարժական գույքը, ինչի հնարավորությունը չունեցան Ադրբեջանը մազապուրծ լքած հայերը։ Մասնագետի գնահատմամբ ստացվում է Բաքուն անում է այն, ինչի իրավական հնարավորությունը չունի եւ ինչը պետք է ժամանակին աներ հենց մեր երկիրը՝ պաշտպանություն հարձակման միջոցով։ Ահա բանաձևը։ Սա մեր ամենամեծ թերությունն է, մենք չենք տվել։ Իրենք կարողացել են այդ ամեն ինչը փաստաթղթավորել ու հիմա այդ փաստաթղթավորված թղթաբանության հիմքով է, որ միջազգային իրավունքին հղում տալով փորձում են դա լեգիտիմացնել։ Այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնք կազմակերպության գլուխ Ազիզ Ալակբարլին վերջերս թիվ էր մոգոնել, հայտարարել, թե իբր 500,000 քաղաքացու ցուցակ ունեն, այսինքն կես միլիոն ադրբեջանցի, որոնց ուզում են Հայաստան ուղարկել, առաջնահերթ նրանցից 300,000-ին։ Պատմակեղծարարության նոր նշաձող, այսպես են հայկական փորձագիտական համայնքում գնահատում մեջլիսական Ալակբարլիի ջանասիրությունը։ Ռումբ է լինելու Հայաստանի Հանրապետության մեջ։ Եթե ադրբեջանցիների վերադարձ լինի ու ընդ որում այդ թվականակով մենք Հայաստանում հիմավորենք ադրբեջանցիներ, ես ձեզ վստահեցնում եմ, ոչ միայն դեմոգրաֆիական խնդիր կառաջանա, այլ շատ ու շատ այլ անվտանգային խնդիրներ կարող են առաջանալ եւ հայ ժողովրդի եւ ընդհանրապես մեր պետականության համար։ Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Հայաստանի իշխանություններն ամենաբարձր մակարդակով իսկ Ադրբեջանին առաջարկել են փախստականների հարցը մեկընդ միշտ հանել հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգից, թե չէ այն չի գա ու չի գա, սակայն Բաքվի բռնապետը վերջերս վերահաստատեց այն օրակարգում են պահելու։ Հնդածս մեր պետության առաջարկը բռնատեղահանված արցախցիներին շարունակում է մնալ հետևյալը՝ հրաժարվել փախստականի կարգավիճակից, ընդունել մեր պետության քաղաքացիությունը։ Ի տարբերություն հայ-ադրբեջանական խաղաղության փաստաթղթի նախնական ստորագրության արտգործնախարարներ Միրզոյանն ու Բայրամովն իրենց ինքնագրերը վերջնական դրեցին ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հերագրի տակ։ Վաշինգտոնից խմբի համանախագահ երկրի մայրաքաղաքից թեպետ այս կառույցի ղեկավար կազմում Ամերիկայից բացի եւս երկու պետություն կար՝ Ֆրանսիան ու Ռուսաստանը, եւ այսօր արդեն նամակի հասցեագրումից շուրջ 3 ամիս անց Եվրոպական անվտանգության ու համագործակցության կազմակերպությունից հայտարարում են, ընդունելով երկրների գլխավոր դիվանագետների միասնական դիմումը դադարեցնում են Մինսկի գործունեությունը, թեպետ այն ստեղծել էին խաղաղության համար, իսկ արցախցիներն իրենց հազարամյա բնորանից բռնի տեղահանվեցին ադրբեջանական հրացանի փողը ճակատներին։ ԵԱՀԿ-ն ավարտում է Մինսկի գործընթացը եւ դրա հետ կապված կառույցների փակումը, աշխատանքները պաշտոնապես կվերջնականացվեն 2025 թվականի դեկտեմբերի 1-ին։ Մինչև կենտրոնական Եվրոպան կընդուներ այս որոշումը խումբը չլուծարելու անհրաժեշտության մասին, 1000-ումի հիմնավորումներով բազմաթիվ գրություններ էլ հասան Վիեննա, փաստացի մնալով անարդյունք։ Հերթում առաջինը Արցախի խորհրդարանի նախագահն էր, հենց բռնատեղահանված 150,000 արցախցիների անունից էր դիմել ԵԱՀԿ-ին, պնդելով, որ անցնող տասնամյակների ընթացքում Մինսկի խումբը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակն է եղել, ուստի լուծարել խումբը առանց նույն ժողովրդի ընտրած ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որոնց համար էլ այն ստեղծել են, նշանակում է գործընթացում մերժել նրանց դերը։ Մեր տեղահանությունը ոչ կամավոր էր, ոչ էլ պատահական, այն պաշարման, սովի եւ ռազմական հարձակման հետևանք էր։ Գործողություններ, որոնք միջազգային հանրության կողմից մինչ այսօր պատշաճ կերպով չեն հասցեագրվել։ Միջազգային ներգրավվածության վերջին հետքը վերացնելը առանց հավաստի եւ ներառական այլընտրանքի արմատավորելու է անարդարությունը եւ խաղաղությունը դարձնելու ավելի անհասանելի։ Հետո նաեւ մեր քաղաքասարակությունը բարձրաձայնեց, բանաձևեց Մինսկը չի հասել իր նպատակներին, հետեւաբար խմբի մանդատը վայր դնելու որոշումը վաղաժամ կլինի, պնդել էին իրավապաշտպանները։ Ըստ էության Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների խնդիրը որևէ կերպ ընթացող գործընթացներում ներառված չեն, այդ թվում է վերադարձի իրավունքը, Լեռնային Ղարաբաղում բնակվելու եւ այնտեղ իրենց իրավունքները իրացնելու, իրավունքների հետ կապված եւ մի շարք այլ։ Վաղաժամ է նման նախաձեռնությունը հաշվի առնելով, որ դեռևս
մի շարք խնդիրներ լուծված չեն։ Իրենք Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները գոնե Մինսկի խումբը լուծարելու պաշտոնական Երևանի պատրաստակամության մասին տեղեկանալով, հետո նաև համապատասխան գրությունն ուղարկելուց ի վեր այս հարցն օրակարգում պահելով փորձում էին նաև հենց այդ խնդիրը լուծել։ Մինսկի խումբը պետք է իմանա, պարտավորություններ ուներ, չկատարեց։ Հայերի ու ադրբեջանցիների խոսույթում փոփոխություններ նկատելի չեն։ Նիկոլ Փաշինյանն էլ է փաստում այս հանգամանքը ու որպես արմատավորված իրավիճակը փոխելու տարբերակ է ներկայացնում Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքասարակությունների փոխադարձ այցերը։ 35 տարվա, 36, նույնիսկ 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի 2 հանդիպման արդյունքում չի կարող փոխվել։ Այսինքն մենք ուզում ենք, որ փոխվի, թե չենք ուզում։ Պետք է տեղի ունենա process, որ փոխվի։ Հայաստանը ցանկանում է զարգացնել տնտեսական փոխգործակցությունը Ղազախստանի հետ։ Վարչապետը ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, թե նախկինում լոգիստիկ սահմանափակումները խոչընդոտում էին երկու երկրների միջև տնտեսական կապերին։ Այս քաղաքական process-ների արդյունքներով մենք կտեսնենք կոնկրետ տնտեսական արդյունքներ, եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահ հարգելի Կասիմ Ժոմարտ Տոկաևին այդ բարձր մակարդակով ինձ ընդունելու եւ նաեւ բարձրագույն պարգևի արժանացնելու համար։ Երևանում օդի որակը վատ է ու գնալով ավելի է վատանում։ Այս մասին վերջին օրերին ահազանգեցին մասնագետները, բժիշկները, այդ ահազանգերին անդրադարձավ Տիգրան Ավինյանն ու հարցը հասավ նաեւ կառավարություն։ Շինարարության ու ավտոմեքենաների մեծ ծավալներն էլ են ստիպել, որ առողջությանը սպառնացող իրավիճակ ստեղծվի մայրաքաղաքում։ Պետք է գնալ պլանավորված, հետևողական, ոչ կտրուկ քայլերի։ Այդ քայլերը ըստ Փաշինյանի հաճախ դժվար լուծվող դիլեմաների են հանգեցնում, ուստի հարցի քննարկմանը պետք է ներգրավել փորձագիտական ու քաղաքացիական հանրությանը։ Վարչապետը նաև զգուշացրեց, հարցը վաղը չի լուծվելու։ Կառավարությունը 3 միլիարդ դրամ դոտացիա կհատկացնի Երևանի քաղաքապետարանին 45 տրոլեյբուսների ձեռքբերման նպատակով։ Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևան քաղաքի բյուջեում առկա է որոշակի թերհավաքագրում, հատկապես հանրային տրանսպորտի ուղևորձերի վճարման մասով։ 2025-ի բյուջեով տրանսպորտի ուղևորձերի եկամտից ստացված միջոցները նախատեսվել էր 21 միլիարդ 303 միլիոն 814 հազար դրամ, սակայն ընթացիկ տարվա կանխատեսումներով այդ մասով սպասվում է շուրջ 5.5 միլիարդ դրամ թերհավաքագրում։ Անհրաժեշտություն է առաջանում Երևանի քաղաքապետարանին տրամադրել այլ դոտացիա, որը կուղղվի 2025-ի ծախսերի ֆինանսավորմանը։ Հայաստանի կառավարությունը 1 միլիարդ 708 միլիոն դրամ կհատկացնի տարբեր մարզերում 15 սուբվենցիոն ծրագրերի համար։ Որոշման ուժի մեջ մտնելու արդյունքում 2025-ի պետական բյուջեի միջոցներով սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր ծավալը կհասնի 76 միլիարդ դրամ։ 2025-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանից արտահանման ծավալը կազմել է 5.66 միլիարդ դոլար։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արտահանման ծավալները նվազել են 46.81%-ով կամ 4.98 միլիարդ դոլարով։ Արտահանման ամենամեծ ծավալները արձանագրվել են Ռուսաստանի Դաշնության ուղղությամբ։ Ռուսաստանին է բաժին ընկնում արտահանման ծավալի 37.22%-ը։ Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում հաշվառված ավտոմեքենայով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական ակտ կստանան ու պարտավորությունները կմարեն սահմանին։ Ներկայում, երբ օտարերկրացիները խախտում են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցով, ակտը ուղարկվում է տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը, առավել շատ հանդիպում է վարձույթով տրվող մեքենաների դեպքում։ Նման դեպքերում ակտը ուղարկվում է օտարերկրացու հաշվառման հասցեով իր ծագման երկիր։ Այս պարագայում պետբյուջեից իրականացվում է տարեկան մոտ 90 միլիոն դրամ ծախս, սակայն մարված ակտերը շատ չեն լինում։ Նոյեմբերի 26-ին Արգաբանդի Խաչմերուկի հարևանությամբ կենտրոնական փողոցի 4 հասցեի դիմաց 25-ամյա գնելը վազ 21-21-ով բախվել է Մերսեդեսին, ջիպին եւ թույլատրելի հատվածում կայանված Տոյոտային։ Հետո բախվել է երկաթե դարպասին, տուժածներ չկան, ի դեպ Նիվայի վարորդը վարելու իրավունք չի ունեցել։
Շամշանկոմի տեղեկություններով նոյեմբերի 20-ին վիճաբանություն է տեղի ունեցել Մայրաքաղաքում։ Ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն Նուբարաշենի Ղևոն Դալիշանի անվան թիվ 95 միջնակարգ դպրոցի 8-բ դասարանի մի խումբ աշակերտներ են վիճել։ Այդ ժամանակ նրանցից մեկը բռունցքով հարվածել է մյուսի դեմքին, ով քթոցկրի կոտրվածքով տեղափոխվել է Մուրացյան բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հետաքրքիր է, որ այս դպրոցից մոտավորապես մի քանի քայլ այն կողմ գտնվում է ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժինը։ Քաղաքային իշխանությունը Էրեբունի վարչական շրջանի Էրեբունու Այվազովսկու դաշնանցի փողոցներն ասֆալտել է, բայց գործն ավարտին չի հասցվել։ Գծանշումներ չեն արվել, ինչի պատճառով ըստ Շամշանկո մահազանգած քաղաքացիների երբեմն վարորդների միջև վիճաբանություն է սկսվում, եղել են դեպքեր, երբ այդ ամենը դարձել է ծեծկրտուքի պատճառ։ Նայ, ընտիր ասֆալտն արվել է, բայց գծանշում չկա։ Ընդհանրապես չկա, ինչի պատճառով էլ անընդհատ վարորդների միջև վիճաբանություններ են տեղի ունենում, թե ով ոնց պիտի անցնի, ով երբ պիտի անցնի, որ գծով ուր ուղղություն գնա, հարգելի Երևանի քաղաքապետարան, լավ գործը միջև վերջ գոնե ավարտի հասցրեք։ Մտահոգիչ է իրավիճակը Հայաստանում թոքի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված ուռուցքային հիվանդություններից մեկը։ Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական հերացի կենտրոնից հայտնում են, որ 2021-ի տվյալներով թոքի քաղցկեղը նոր արձանագրված քաղցկեղների 14.3%-ն է։ Մասնագետների խոսքով հիվանդության զարգացման առաջին ու առանցքային ռիսկի գործոնը ծխախոտի գործածումն է, մյուսը մթնոլորտային օդի աղտոտվածությունը, որը ըստ փորձագետների մեր երկրում մեղմ ասած կրիտիկական է, խոցելի խմբում հատկապես երեխաներն են։ Նյութափոխանակությունը ավելի ակտիվ է եւ նաեւ ձևավորված չեն պաշտպանող մեխանիզմները երեխային, այսինքն ամենամեծ վտանգը դրանց մոտ է եւ երեխայի համառոթի աղտոտվածությունը դա վաղվա ընդհուպ միջև լեյպոզի զարգացումը, փոքր քաշ ծնվելու ժամանակ անհասություն, շնչառական համակարգի հիվանդություններ, նաեւ վարքագծային առանձնահատկություններ եւ այլ խնդիրները շատ մեծ են։ Տարեցներն են որպես թիրախային խումբ համարվում, նաեւ մարդիկ, որոնք որ ունեն շնչառական սրտանոթային համակարգի ալերգիկ հիվանդություններ։ Մթնոլորտային օդի աղտոտվածությունը եւ կենցաղային վառելիքի այրման արդյունքում առաջացող վնասակար արտանետումները պարզվում է կարող են առաջացնել թոքի քաղցկեղի մինչեւ 30%-ը։ Եվ քանի որ Հայաստանը մթնոլորտային աղտոտվածության մակարդակով աշխարհի առաջատարների շարքում է, հետեւաբար ռիսկի գործոնը ըստ մասնագետների բավականին բարձր է։ Այս հիվանդության ես հենց հիմա իմ բուժառուների շրջանում նկատում եմ շատ սրացումներ քրոնիկ թոքային օբստրուկտիվ հիվանդությամբ։ Այսպես վերակոչված մեր հին բրոնխիտն է, որը ավելի գրագետ եւ ավելի նոր է, այսպես անվանում է ստացել։ Մենք ասում ենք ծխողի բրոնխիտ, բայց հիմա էլ ասում ենք աղտոտված օդի բրոնխիտ, շատ լուրջ խնդիր է, սա օրհասական խնդիր է։ Առաջի թիրախները դա գլխուղեղն է, ոսկորները եւ լյարդը, բնականաբար տարածումը գնում է լիմֆատիկ հանգույցներով։ Ամենաառաջի գանգատներ չունի ցավոք, դրա համար մենք առաջարկում ենք միշտ սկրինինգային մեր ժողովրդի մեջ պետք է մտնի այդ մշակույթը, որպեսզի մենք տարեկան մեկ անգամ անպայման հետազոտվենք։ Օդի աղտոտվածությունը ուղիղ փոխկապակցված է մարդու առողջության հետ։ Առողջ մարդկանց դեպքում եւս կարող են ի հայտ գալ կարճաժամկետ եւ երկարաժամկետ էֆեկտներ։ Կարճաժամկետի դեպքում օրինակ կարող են նկատել արդյունքահոսություն, հազ, փռշտոց, մաշկի վրա որոշակի փոփոխություններ եւ գլխապտույտ։ Երկարաժամկետի պարագայում արդեն չարորակ նորագոյացությունների ձևավորում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցույցում է, որ հավելյալ մահվան դեպքերը ինֆարկտներից եւ ինսուլտներից պայմանավորված օդի աղտոտվածության դա քառորդ դեպքերն են, 1/3-ը թոքի քաղցկեղի պայմանավորված այս խնդրով մահվան դեպքերի եւ 43%-ը շնչառական համակարգի հիվանդությունների։ Այսինքն սա բավական լուրջ է եւ ժամանակն է, որ քաղաքային իշխանությունը ի վերջո պատասխանատվություն կրի, շատ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնացել մեր բնակչությանը եւ հիմա ժամանակն է, որ գրագետ քայլեր արվեն։ Մենք հիմա
էքսպերիմենտի ժամանակ չունենք։ Ոլորտի լավագույն փորձագետները պետք է հավաքվեն, մշակեն ռազմավարություն։ Մասնագետները հորդորում են վերահսկել բնակարանի օդի որակը, ապրել առողջ ապրելակերպով եւ պարբերաբար անցնել կանխարգելիչ հետազոտություններ։ Իսկ թե ինչ հնարավոր հետևանքներ կթողնի մեր հասարակության վրա օդի այս անթույլատրելի աղտոտվածությունը, մասնագետները տարակուսում են, հորդորում րոպե առ առաջ անցնել գործնական քայլերի։